Առաջին հարցի հետ կապված նշեմ, որ հիմա գործում է թղթային ծանուցման եղանակը զուգորդված որոշ դեպքերում հրապարակային ազդարարման տարբերակով, այսինքն հրապարակային ազդարարումը այսօր էլ մեր երկրում որոշ իրավիճակներում գործում է, օրինակ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով, երբ հաշվառման հասցեով տեղ չի հասնում համապատասխան պատվիրված նամակը, պատշաճ ծանուցման եղանակ համարվում է նաև ազդարար.am-ում համապատասխան ծանուցման տեղադրումը։ Դատական նիստերի ներկայությունը ապահովելու տեսանկյունից կրկին հրապարակային ծանուցման մեթոդը գործում է, այսինքն այսօր մենք ազդարարի եւ թղթայինի համակցված տարբերակն ունենք, բայց խնդիրը չի լուծվում, որովհետեւ շատ ժամանակ է խլում այդ գործընթացը պետական մարմիններից։ Հաջորդ հարցին անդրադառնալով պետք է նշեմ, որ հենց մեր պետության ընդհանուր թվայնացման համատեքստում էլ հարցը քննարկվել է եւ դա է պատճառը, որ հիմա այս ամբիոնից նաեւ չեմ նշում այն հարթակի անունը, որը գործելու է, բայց մի բան պարզ է, որ բոլոր ծառայությունների մատուցման միասնական հարթակի մի մաս է կազմելու ինչ-որ պահից, երբ բոլոր ծառայությունները թվայնացված լինեն։ Իսկ մինչ դա հարթակը կգործի առանձին, ապահովելով մեր քաղաքացիների համար հասանելիություն։